Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոն Նոան խաղա կոնֆերենցիաների լիգայի փուլում առաջին մրցակիցը Խորվաթիայի չեմպիոն Ռիեկան է։ Խորվաթական ֆուտբոլի որակների մասին բոլորս գիտենք, բայց մեր թիմի գլխավոր մարզիչը նշել է, որ ամեն ինչ կանեն, որպեսզի ապացուցեն, որ արժանի էին այս մրցաշարի լիգայի փուլում խաղալու համար։ Հայաստանի չեմպիոնի մրցակիցը ընթացիկ մրցաշրջանում այնքան էլ հաջող հանդես չի գալիս։ Խորվաթիայի առաջնությունում 8 խաղում Ռիեկան ընդամենը 1 հաղթանակ է տոնել եւ 7 միավորով նախավերջին տեղում է։ Նոայի գլխավոր մարզիչը նշում է, որ այս հանգամանքը չպետք է թույլատնի ֆուտբոլիստների զգոնությունը։ Մրցակցի որակներին ուժեղ եւ թույլ կողմերին մարզիչը նույնպես լավ տեղյակ է։ Զագրեբի Դինամոն գլխավորելիս Պերկովիչը մրցել է Ռիեկայի հետ ու հաղթել։ Այո, ես մեկ անգամ հաղթել եմ Ռիեկային, բայց առաջիկա խաղում դա ոչինչ չի նշանակում։ Ռիեկան Խորվաթիայի չեմպիոնն ու նախորդ մրցաշրջանի գավաթակիրն է, իսկ դա շատ բան է ասում։ Ռիեկան շատ լավ թիմ է, համալրված որակյալ ֆուտբոլիստներով։ Մեզ հեշտ խաղ չի սպասվում։ Եթե ցանկանում ենք հաղթել, ուրեմն պետք է գործենք մեր ամենաբարձր մակարդակով։ Իսկ ես գիտեմ, որ մենք ցանկանում ենք հաղթել։ Պերկովիչի խոսքով թիմն արդեն միմյանց հասկանալու խնդիր չունի եւ վստահությունն էլ վերականգնվել է։ Ես արդեն 20 եւ ավելի խաղ, նաեւ 80-ից ավելի մարզում եմ անցկացրել Նոայի ղեկին։ Տղաները շատ լավ աշխատում են եւ շատ նվիրված են թիմին։ Մեր վերջին հաղթանակները մեզ վստահություն են հաղորդել եւ հույս ունեմ, որ մեր անցած ճանապարհը կօգնի լավ ելույթներ ունենալ նաեւ լիգայի փուլում։ Ի տարբերություն Պերկովիչի, Ռիեկայի գլխավոր մարզիչ Վիկտոր Սանչեսը վերջերս է գլխավորել խորվաթական ակումբը։ Ռեալի ու Դեպորտիվոյի նախկին ֆուտբոլիստը թիմի հետ անցկացրել է ընդամենը 4 խաղ։ Մեր գործերը այնքան էլ հաջող չեն առաջնությունում, բայց մենք նոր մրցաշար ենք սկսում նոր էջից եւ փորձելու ենք կոնֆերենցիաների լիգայում լավ հանդես գալ։ Մրցակցին ծանոթ եմ, ունի խաղացող, որ հանդես է եկել նաեւ իմ գլխավորությամբ։ Գիտենք նաեւ Նոայի ուժեղ կողմերը եւ պետք է ամեն ինչ անենք դրանց չբախվելու համար։ Նոա Ռիեկա հանդիպումը ժամը 20:45-ին է, խաղի տոմսերը գրեթե 80%-ով սպառվել են։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։